Հրախեցրան ողջույն բոլորին, ես տեղավորվել եմ պապուհանի մոտ, հենց նոր լոգանք ընդունեցի, հիմա պիտի զբաղվեմ դեմքի խնամքով, մանիկյուրս չոտը թռնում ահա, գիշերն եմ քսել, են հույսով, որ այսօր մինչև երեկո կպահպանվի, բայց չոտը նիտո, այսօր բլոգերների միջազգային օրն է, հետևաբար երեկոյան ես հրավիրված եմ տեղ, երեկույթ լինելու բլոգերներին, այսպես ասած, նվիրված։ Բարև, ոնց ես։ Դենք։ Հիմա դեմքս խոնավեցնեմ։ Տոնա։ Հա, բալես, բլոգերների միջազգային օրն է։ Մամա, չի թաչեն։ Նոր եմ լողացել, հեսա կչորացնեմ։ Դավջան, չես ձեր տվե, դե տարանքեր մի մտի։ Միած ես մազերս ֆենել, շոքի շատ տահաճավ ֆեները, բայց հակառակ դեպքում գեղեցիկ չեմ լինի։ Ուզում եմ ֆենեմ ու թաթաթեմ են բանով։ Դա հենա քոչ ստիկո ստատկացրու եթե ուզում ուջուրիտ բլոչներ ատենում։ Կպած ուզում ես սատկացրած եմ։ Օրենը դեռ քնած է, այսօր քան որ օրը շաբաթ է, իր ազատ օրն է, հետևաբար թողում եմ քնի, ազատապություն է էլի մոտս գիտեք։ Մինչև ուզում եմ այդ թափած մազերը աճի, նորն է սկսում։ Արտաշես է նստել է նկարելու, դավը ոնց կարա ջղայնացնում է։ Թթվաշա, բայց նենց համով այս մանա, նաբիշնյա։ Հերիք իրան մի սուտեք։ Երեխեք ջան, ես գրեթե պատրաստ եմ, քանի որ դրես կոդը սպիտակ կապույտ դեղիներ, իսկ հագուստից ունեի սպիտակ կապույտ մի հատ վերնաշապիկ, ճիշտ ասած, նո շապիկ, չուզեցի, ասեցի աքսեսուարներով այդ կապույտ մապույտը կստանամ, սպիտակ ու այն սև սպիտակ յուբկաս եմ հագել, կոշիկներս մի հատ հիմա հագնեմ, ինձ բերեցին հրավիրատոմսքիչ առաջ, որ մեջ գինի էր, հա, հենց հրավիրատոմսներ, Bloggers Awards մրցանակաբաշխությունը պիտի տեղի ունենա ամսի 30-ին եւ ես նոմինացված եմ, ու այդ հարցը դուք ինձ կարող եք օգնել, որովհետեւ այնտեղ կա քվեարկություն, ես ավելի ուշ մի հատ հասկանամ կարգը, ձեզ էլ կասեմ, ճիշտ է, լիքը մեծ աուդիտորիա բլոգերներ կան ու հավանականություն, որ դու ինչ-որ մրցանակ կստանաս, օրինակ լավագույն բլոգեր, այդ շատ քիչ է, որովհետև ես քաջ գիտակցում եմ, հա, ոլորտի առաջատարները ովքեր են, բան, չնայած ես ինձ առաջատար եմ համարում զուտ, թեկուզ նրա համար, գիտեմ որ խոսանա, դու առաջ եմ։ Ոչ թե առաջատար, այլ առաջինը։ Դե կապ չունի, հիմա մատուցած որակ կա, խորջան կոնտենտ կա հիմա։ Lifestyle blog, առաջինը դու ես նկարել։ Շնորհակալ եմ գնահատանքի համար։ Դե իրականությունն է, դա ոնց կա, փաստերով ենք խոսում։ Մի խոսքով, այնուամենայնիվ ուրախ եմ, որ հրավիրել են Կարմիր գորգով, բան, այդպես միրապրիատիա լինելու, ճիշտ է, դեռ հագուստ չունեմ, բայց այս առաջի տարին է, որ նման մրցանակաբաշխության ինձ вообще նոմինացրել են, այդ արդեն իմ համար հավես է շատ։ Դուրս եկա արդեն, Արմինը հեսա կհասնի։ Սպասում եմ գա գնանք տաննեի, դավես չեր մոմա պարզվեց, վերջի պային չապեցինք, 7-4 էր, բայց էլ չգնալ չեմ կարող, որովհետև այսպես ասած ասել եմ, որ կգամ։ Իդեպ հրավիրատոմսի մեջ գտա, որ անվանակարգում եմ գրանցված, ճիշտ է, ես գտնում եմ, որ այդ անվանակարգը այդքան էլի մչի, ինձ ավելի ճիշտ գնել lifestyle անվանակարգում կամ ինչ-որ էլի նման մի բան, family blog, բայց ոչ, այդ անվանակարգը կոչվում է, որ ես իմ ինչ վարպետներ, այսինքն մարդիկ, որոնք բլոգում ինչ-որ նոր բաներ են ցույց տալու, նոր մեյքափ, նոր ես իմ ինչ, բայց այդքան իմ կոնտենտը չի, ամեն դեպքում իրենք այդպես են ճիշտ գտել, չէի դնելու վիճարկի, ասեի, այստեղ ավելի հարմար եմ, քան այստեղ, ասացի, օքեյ, ոչ մի խնդիր, ուղղակի խոհենը փորձեց քվեարկել, իր մոտ չստացվեց, ինչ որ կոդ պիտի գար, այդ կոդը չեկավ, հիմա չգիտեմ, տեսնեմ,
ոնց կստացվի դուք կկարողանաք անել դա թե չէ։ Ես ինձ թվում է զապիսների բաժնում առանձին հրապարակում կանեմ, որտեղ լինկը կթողնեմ։ Երեխեք ջան, մենք գտնվում ենք արդեն դեպքի վայրում։ Արմինայից հետ իր ամուսինը մեզ բերեց, այդ շատ լավ է։ Հիմա գնանք տեսնենք ինչ են կազմակերպել մեզ համար։ Սիրուն տեղեր կան նկարվելու, ասա, որ դրախտային բաներ են։ Նայեք, եթե սենց նայենք, այդ ծաղկային, դրախտային վիճակները կամ գնանք մինյոնին եմ տեսնում արդեն։ Այնքան հավես այս հայ ծաղկում երեխեք, սենց մի քիչ բրիզգներ անում ու շատ լավն է։ Շատ հավես բանաստը։ Երեխեք ջան, մենք եկանք այս հատված, այստեղ բեմ է, գեղեցիկ սեղաններ են գցել մեզ համար, իսկապես որ դրախտ գարդն է, այդ զգացեք, շատ պուպուշն է։ Լվացի դեմքս, խոնավեցնող կրեմ քսեցի ու հասկացա, որ միրգ եմ ուզում, որովհետև այնտեղ ճաշել եմ, բայց այսօր միրգ չէի կերել նորմալ, հետևաբար ահա որ միրգ էի ուզում։ Այսպես է ջան։ Ոյ, լավ որ էր, մի քիչ շատ էմոցիոնալ ստրեսկաներ եղան օրվա ընթացքում, բայց ընդհանուր առմամբ օրը լավն էր։ Հոգնած եմ։ Վաղ առավոտը տեղ ունեմ գնալու, բոուլինգ պիտի խաղանք, так что այսօր փորձեմ մի քիչ շուտ քնեմ, որ վաղը ուժեր ունենամ։ Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր է բացվել, ես կազմու պատրաստ եմ, այսօր գնում ենք շատ հետաքրքիր տեղ, աղջիկներով հրավիրված ենք բոուլինգ խաղալու։ Հագել եմ այս շորտերը, ասես մի քիչ սպորտային, ու հագել եմ այս նոր կարիշիմի բասանոշկաները, որոնք կարծում եմ հարմար կլինեն։ Դե ինչ, ինչպես ասում են, скромно и удобно։ Ես էլ ասեցի մի հատ մոդիկից տեսնեք ինձ, այս բլուզս վաղուց չէի հագել, մտածեցի ժամանակն է, մանիկյուրս գիշերը հասցրել էի քսել, ինձ կարգի բերել, այնպես որ իդեալական է։ Հոջան տաքսին կանչել են, ես գնում եմ, խորիկը ոչ մի կերպ չի արթնանում, ինձ պատերժկա չի անում, սա ինչ մարդ է, սա ինչ մարդ է։ Կյանք։ Ես է կգնամ երեխեքին կթողեմ մենակ։ Հավատացիք, ճիշտ էլ արեցիք։ Երեխեք ջան, ես դուրս եկա, մի հատ թեթև ու հաճելի սառը քամի կա, այդ նրանից է, որ դեռ ցերեկ է, հեսա ճռ արևը կսկսի վառել, բայց մինչ այդ վայելեմ այս հաճելի եղանակը։ Ես արդեն տեղում եմ երեխեք ջան, սպասում եմ Արմինեին, Արմինեն նոր նստել է տաքսի, ասում եմ Արմին, ես արևի տակ չի դառա, բայց եկա այս կողմ, այստեղ մի քիչ ավելի ստվերոտ է, որ գոնե հանգիստ սպասեմ իրան էլի։ Բոուլինգ ես խաղացել եմ մենակ մոլերի այդ կիսամանկական բոուլինգները, բայց իսկական բոուլինգ առաջին անգամ եմ խաղալու։ Երեխեք արդեն տեղում ենք, հեսա ներս կգնանք։ Իմ առաջի իրական բոուլինգն է սա կյանքի, ասել եմ արդեն ոնց որ թե ձեզ։ Մի խոսքով մի քիչ հուզմունք կա մոտս, բայց վստահ եմ որ կստացվի։
Այստեղ եթե այսպես նայենք, տեսեք, այսպիսի վիճակ։ Եկանք ներս, այստեղ կապույտ լուսավորություն, հավես սպեց էֆեկտներ, երաժշտություն, աղջիկներ, լավ մթնոլորտ, իսկ ներսում արդեն հենց խաղի զոնան է, քիչ ավելի ուշ կգնանք երեխեք ջան։ Երեխեք, մենք արդեն ներսում ենք, մեզ տվել են այսպիսի հատնառազվի կոշոներ, կոշիկները չեն հատնառազվի, այլ ասենց բան են տվել, հա, բախիլանման մի բան, որ կարողանանք հագնել, ճիշտ այս էլի զզվում է մի քիչ, բայց ոչինչ։ Սա էլ ներսն է, երեխեք ջան, բաժանվել ենք խմբերի եւ ամեն խումբը նստած է համապատասխանաբար առանձին սեղանի շուրջ, երեխեք ջան։ Ահա այսպիսի թեժ լինելու է անհատական խաղ, ոչ թիմային, 3 մրցանակային տեղ կա եւ 1 պրիզ զրիտելսկիխ սիմպաթիա։ Հիմնականում վազքով են գնում, էլի մեկը մյուսին զուտ որ չխանգարի, հա։ Կանոնները բացատրեցին երեխեք ջան։ Բայց ամեն դեպքում, եթե դա ձեր կողմից Երեխեք շատ դժվար է, գնդակը շատ ծանր է ու չի լինում ղեկավարել, ասեմ ձեզ։ Պատկերացնում եք։ Չգիտեմ ինչ ան, բայց ապետիտնի տեսք ունի։ Այստեղ։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, պատկերացրեք, որ հրաշալի անցավ ամեն ինչ։ Էսով ա եկել գրել սեղանի սա։ Վայ Աստված ջան, դավն արե հաստատ։ Փակի հլը։ Եթե ես պարզել եմ արտաշես, որ սա դու ես արե։ Դու ես արե։ Ես չեմ։ Բլին դու ես արե, արտաշես դա կոշմար։ Դիչում գրել եմ սա սեղանից։ Լավ, ես դա կպարզեմ ով։ Ամեն դեպքում սես բան կարելի է անել։ Մի խոսքով։ Ասում եմ, մեղավոր չեմ որ քո գրիչը։ Ուրեմն եթե գրիչը դրած աստե, պիտի գրեք սեղանի։ Ես կպարզեմ ով ա գրել։ Կարոջի լավ բաներ ուզում ասեն, տեսա ներվայնացա։ Շատ հավես անցավ, 2 խաղափուլով, սկզբում մոտս չէր ստացվում, հետո ստրայքի հետևից տալիս գցում էի։ Այդպես, վերջում տենց խորհրդանշական պատվոգրեր տվեցին մեզ։ Դա վես ինչ ես գրել ստեղ։ Ու ինչ ես գրեք հոց։ Խես խաղացել։ Նա ինձ քաշել։ Դու շաբաթօր ուրեմն զրկվեցիր քո կես ժամից։ Արտաշեսը շաբաթը կես ժամ հեռախոսով խաղում, տանը չեմ եղել, աղջու հետ խաղացել եմ։ Շո, ուրեմն ինքը շաբաթօրը չի ստանա հեռախոս։ Ոչ էի բան, չոտամ։ Ո՞նց ես դու արել ես։ Իրապազը քաշելա։ Բազում ակաշել։ Հա, նա ես ինչ։ Իրականում։ Նա ինչա։ Այդ կջնջենք լավ։ Իրականում այնքան անելիք ունեմ տանը, պիլեսոսից սկսած, բայց վաղն էլ մեր Անիի ծնունդն այն, մոտ ընկերուհուս ծնունդն է, թեմատիկան լինելու է, այսպես կարմիր գորգ, 2000-ականների աստղեր, ես ընտրել եմ ինձ որպես կերպար, Նատալիա Օրերոին, հուրարիա կենո լոկե տիեմպո, ու այդ երկի տակ իրա կերպարով, ճիշտ է այդպես էլ շորիկ չկարողացա գտնեմ իմ ուզած ձևով, բայց այնտեղ մի բան ունեմ, որ ճիշտ է շատ համապատասխանում է,
դա կհագնեմ։ Մի խոսքով եւ վաղն էլ կգնամ նոր տներով կզբաղեմ, որովհետեւ մինչեւ երբ որ գնում ես դուրս գալիս ես, օրինակ հիմա այդ բոուլինգի տեղից եկել եմ, ես այնքան հոգնած եմ ինձ զգում, որ էլ ուժ չկա ոչինչ անելու, հələ պիտի վիդեո մոնտաժեմ, հələ YouTube-ի վիդեոն պիտի նաեւ մոնտաժեմ, ճաշը գիշեր սարքեմ մի մեծ կաստրուլ կա, համովագույն աջապ սանդալ եմ սարքել, տավարի միսիկով, բանով, ոնց որ հարտնավերջում է թարմ սխտորը կտրատել լցել եմ մեջը, ճիշտ է ոչ համ եմ զգում, ոչ հոտ եմ զգում, բայց վստահ եմ, որ շատ համով է, հատկապես որ խորիկը դա փաստեց դավը եւս։ Արտաշեցը չի կերել, առավոտը հրաժարվեց ուտելուց, բայց հիմա ես ինքը ուզի թե չուզի, լցնելու եմ, տանեմ ուտեմ։ Ու գիտեք, որպես կանոն ոնց անում, ասում չեմ ուզում, հրաժարվում է նա ատրես։ Դնում եմ ուտում, բայց մամա ինչ համով էր, ասում եմ, բա մենք փորձի նոր հրաժարվի, այ տղա ջան։